Բարև։ Ահա։ Ես որտե՞ց ես գալի։ Լավ է, արի քեզ մի բան նվիրեմ։ Ես Վահիլն եմ իրոք։ Ես դահոլից ես գալիս։ Երթում ես, արի այստեղ կպցնեմ, այստեղ։ Պարոն Փաշինյանի հետ երկու բառ եմ ուզում։ Բարև եղբայր ջան։ Բարև։ Ոնց եք։ Պարոն Փաշինյան, Հաչինյան ջան, ցավ եք տանում։ Ինչքա ներկայստեղ այդ բանով պիտի ես մոտենամ քեզի։ Ասա եղբայր, բա այդ դրա համար են գալիս, բա ինչի համար են գա։ Հələ ինչ որ հարցով։ Մանկապարտեզի հարցով Փաշինյան ջան։ Բա չենք սարքում։ Չենք սարքում։ Չէ, Մոնարագիտից է նախատեսված։ ամենաշատ ծորակապ գյուղն է տանջվես։ Կներեք մի օրինակ բերեմ։ Բարև ձեզ։ Ես այս տարիքից 5 հատ թոր ունեմ։ Աստված պահի։ 10 Մանկապարտեզի ենթակա 3 տարի ու կես կանեն 5 թորս է։ Հարցնում ենք մեծ տեղ չկա։ Երեխեն հասկանում է այդ կանը։ Դրա համար։ Իսկանի պայքարի։ Եղբայր։ Ճանա։ Այդ 500 մանկապարտեզի ծրագիրը որ անում ենք, դրա համար ենք անում։ Հիմա ոչ մի երեխա մանկապարտեզից դուրս չի մնալ։ Ոստեղ խնդիրը հետևյալն է, որ չենք կարա բոլոր տեղերը միանգամից սարքենք։ Բայց գյուղերը սարքել, պարոն սպասի եղբայր, հիմա։ Հա, սպասի։ Հիմա կնայենք, վերլուծությունը կանենք, որտեղ երեխեքը կան, մանկապարտեզը կլինի։ Պարոն Փաշինյան ջան, դու գիտես ծորակապը ինչ հերոս գյուղը եղել այն ժամանակով պայքարում են։ Լավ եմ հիշում, ինձ համար բոլոր ամենայն հարգանքով։ Ծիզվող չի եղել։ Նա խնդիր չկա։ Մարդի մեկին ծեզվանք։ Եղբայր, հասկացանք, բայց ես տարբերակում չեմ դնում։ Ինձ համար Մարդի մեկի գոզուրա տեսնի։ Որտե մեկի հանգարի բռնած է, չկա։ Ոնց է ուր անցավ, ինչ ես ասում։ Ով անցավ, արի տեն։ Ուրա մեկը տեսնի մեկին։ Նախ Ռադում հավեմ զարգես այդտեղ տարենը ստերել են։ Ում Քետ տադել են։ Բայց որ ում եկամարտը սպանեցին մեկին չտեսում նստած։ կնստեն, ով որ մարդ եղբայր, ֆուտբոլի դաշտ եղբայր, մի րոպե, ով որ մարդա սպանե կդատվի, ձեր չունի։ Երբ Դատավարությունները գնում են, չեք տենում։ Պարոն Փաշինյան, յուղով խնդրում ենք, մի հատ մանկապարտեզ մեր յուղի։ Եղբայր, ասեցի, խնդրելու անհրաժեշտություն չկա, բարև ձեզ։ Հա? ֆիզկուլ դալից չունի դպրոցս կան տալի պայքարում։ Եղբայր, 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք անում, համար ենք սարքում, ձեզ համար ենք սարքում, կսարքենք, սարքում ենք։ Ինչ պլանի մեջ մտածել է հետո չունենալու ինչ սարքու։ Ինչ պլանի մեջ ա մտածել։ Դալիջ է։ Կսարքենք հետո։ Ուրա, հələ թող արի։ Ահա, եկեք, բարի։ Հələ մի րոպե։ Հարցն է ամենապետն։ Մանկապարտեզը ինչ ենք անում ձորակապի մանկապարտեզը։ Ուրեմն պարոն Փաշինյան, այս բանի շինարարությունը։ Հա, եկեք, եղբայր, եկեք։ Եմ հա։ Այս բանի շինարարությունը Մանկապարտեզի, որ ձորակապի համար ընտանուր մարալիկ ձորակապ, դե Որտեղ է? կբացել ոչ մի բան չի բար։ Մարալիկում է։ Ինչքան է? 150 տեղանոց Երբ մանկապարտեզ։ կավարտենք։ Ամբողջությամբ կբավարարի։ Երբ կավարտենք։ Ժամկետը Սուբվենցիոն ծրագիրը, չէ՞։ Կառավարության։ Հա, այդ սարքում ենք։ Հələ ներողություն։ Սարքում ներողություն, մի հարցեմ տամ քեզ էլի։ Երեխեն գլգով ինչ բերեն հանցնեն բիրևից միջը բերեն։ Եղբայր, լսեք, այդ 3 կիլոմետր, մի րոպե, այդ 3 կիլոմետրը որ չեք ասում, Երևանում 3 կիլոմետր չեն տանում ժողովուրդը։ Հա? Չէ, ավտո չունեն, Ավտո չի աշխատում։ ոնց ավտո չի աշխատում, ոնց չի աշխատում։ Մենք կա մարդը հետագրված որ երեխեքին տանեն, տեղ չկա որ տանեն։ Եղբայր, մեկն էլ շինել։ մի րոպե, հələ մի րոպե, սպասեք, հələ մի րոպե սպասեք։ Ասցիք մանկապարտեզ չկա, եկավ ասեց սարքում է։ Ասեցիք տեղը 3 կիլոմետր հեռավորություն ներողություն։ Եղբայր, Ես երկու երեխան միշտ եմ գրգաստան, մեկինա չունի։ եղբայր մի րոպե, ինչքան պետք է լինի բա։ Հա? Մանկապարտեզը որտեղ է սարքենք, ինչ որ 1-ից 3 կիլոմետր հեռու ալնել։ Մենք չենք կարող մանկապարտեզն են սարքենք, որ բոլորի հայաթումը լինի։ Ասենք սարքեն
բոլորից հայացք։ Ինչ որ մեկը 3 կիլոմետր հեռու է, ինչ ես ուզում։ Մի րոպե ժողովուրդ սպասեք։ Այնտեղ կա։ Մի րոպե սպասեք։ Մի րոպե չի լինի այդ կներեք 1000 անգամ, բայց սխալ մոտեցում է։ Բոլորիդ ուզում եք ձեր հայացումը լինի։ Դե համայնքում մեծ առանցին համայնք է։ Համայնքը Մարալիկը համայնք է։ Մարալիկը համայնք է։ Առանձին գյուղ է, բայց համայնքի մեջ երեխեքի մանկապարտեզա պետք սարքում են։ Ասում եք 5 հարկանի շենք կա, այս դպրոցի մյուս կողմը, 2 հարկանի։ եղբայր, որտեղ մենք հիմա տեղեր ունենք, մանկապարտեզ ենք կառուցել, մենք ենք խնդրում, որ երեխեքը գնան։ Այստեղ մենք տեսնում նախանձից մեռնվենք։ Նախանձից մեռնելու կարիք չկա։ Նախանձից մեռ ես ձեզ պատասխանատու ասում եմ, որտեղ երեխա կա, կլինի մանկապարտեզ, որտեղ ավտո չկա, մի րոպե, որտեղ ավտո չկա, կլինի տրանսպորտ։ Ինձ ասում են դպրոցներ են կառուցում, ասում են բանը, մեր երեխեքին 3 կիլոմետր ոնց տանենք դպրոց։ Ես իմ երեխուն, իմ 4 երեխեքին 6 կիլոմետր տարել եմ, 6 կիլոմետր բերել եմ Երևանի մեջ։ Պարոն վարչապետ, 1300 բնակություն ունեցող համայնք է, փոքր համայնք չի։ Հասկացանք, եղբայր, հասկացանք, բայց համայնքը իր կարիքները պետք է բան անի, չէ՞ դուք ասում եք էսես գյուղնային են, մեզ համար տարբերություն չկա, մեզ համար ինձ համար հանրապետության բոլոր գյուղերը հավասար են։ Գյուղերը չեն են տարեկան է, երթագալել ենք, միսմետը կարողա 4 տարեկանից նոր Մի րոպե էլի, կներեք էլի, ասեք մանկապարտեզ, ոչ մտած ինչքան ենք հատկացրել։ 600 միլիոնից ավելի։ Կառավարությունը որոշում են կացրել 600 միլիոն դրամ հատկացրել ենք։ Հիմա բաց են կարել, որ չսարքեն։ Ուրախ չեք, չի զգացվում որ խախեք, չի զգացվում։ Բացարձակապես լավը, գիտեք լավը ճիշտ է, որ 30 տարի ոչ սարքել են, ոչի բանել չեն արել։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խելքը, որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մտքես բերան, ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում է 600 միլիոնով սարքում ենք։ Ասում է բակը չկա, ասում են մրցույթը հայտարարված է։ Հələ մի րոպե, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի, գիտեք որ ես Դուբայում, մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում, չէ ջղայնանում եմ, թող, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանում տուն, մի րոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք, որ ձեր Բաքում ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում, այդ ոնց է որ չգիտեք, այդ ոնց է որ գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, դե լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենալ, մի քիչ ամոթ է պետք ունենալ, ամոթով մարդիկ է։ Եղավ գնացեք իմ Դուբայի տները քննարկեք, շարունակեք բանը առնել դնել։ Մարդ հավատ է ուզում է։ Ուրա եթերը, ոտների տակ բան են, սարքում են, ասում են դե շինարարություն չկա, այս չկա, այս չկա։ Փողոցը նոր է, դուք են Հա, մի րոպե, ժողովուրդ, այս փողոցն էլ սարքված չի, չէ։ Էսա որ հաջորդ անգամ պաշտոնյա գա ասեք, արա այս փողոցը երբ եք սարքելու, արա այդքան կոտորվեցինք, ծեծ կերանք, բայց փողոցը խիչ եք սարքում, սարքված չի ընդհանրապես։ Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, լսի, այս ճամփեն վերջին անգամ երբ է ասֆալտ արվել, հələ ասա, ճիշտ ասա։ Անկեղծությամբ վերցի ձերորոք չի եղել։ Խաչմերուկից մինչև էստեղ։ Այս եղել է 17-18 թվին, 19։ Երբ որ ճանապարհը փակել, Լուսից հարավ ճանապարհը փակել, էդի էս վաղտ է սարքվել, Սարիբեկյան ջան, մեր վաղ չի սարքվել, շարունակությունը մեր վաղ չի սարքվել։ Փաշինյան ջան, մենք տեսնում ենք որ լավ գործեր չան։ Մենք բոլորս ձեր կողմնակիցն ենք, բայց Փողոցը եղել է մեր իշխանության օրոք, մի Մի հատ կճշտեք ես փողոցը երբ ասա։ Չէ, մեր իշխանության օրոք եղա, ճիշտ է, ես եմ եղա համայնքի ղեկավար, պարոն Փաշինյան։ արտակներ եղել է ամենամեծ փողոցը, ինձ էլ վերաբերում է։ Ես եկել եմ սրա բացմանը, եկել եմ, կանգնել եմ ստեշինար։ Այն մյուս կտորը նոր ենք ավարտել։ Իսկ դե Այդ մանկապարտեզը որտեղ է սարքում։ Բացի ես կան գորգրացինք, ես մարդկան չբարևեցինք։ Բաց հա։ Այսինքն Իսկ դե ձեր այցելության ժամանակ, պարոն Փաշինյան,
երեխաները որ մոտեցան մարզադալի չունենալու Հա, հիշում եմ։ մտցված է հենց հիմի էլ երկու շաբթի օրը մրցույթը բացվելու է շինարարության։ Բայց մարդիկ տեղյակ չէ։ Բոլորն է տեղյակ են, մենք հրապարակումներ ենք անում, միշտ էլ այցելություններ ունենք, բոլորն է տեղյակ են։ Մանկապարտեզը կառուցելու համար ազատ հողատարածք, որտեղ որ հարմար մնացել էր, չէին օտարել, այդ տարածքը տրամադրել են։ Բայց այնուամենայնիվ շատ բանա, ցուցադրական է, որ տենց հարցով են լինում։ Դե ինչ հարցով պետք է դիմեն իրանց կյանքի։ Ունեմ դա լավ է, երեխեք կան, ուզում են լավ պայմաններ, որտեղ կարան լրի ուրիշ պատմություն ունենալ, նույն տնտեսականով կարային դիմեն եւ որն։ Մենք 2025 թվին հաշվարկ ենք կատարել, պարոն Փաշինյան։ Մեր համայնքում այնքան աշխատանք է կատարվել, ինչ այն 30 տարիներում այդքան գումար ու այդքան աշխատանք չի արվել։ Միայն 25 թվականին։ Չէ, մայթով քայլենք են։ Ձների մեջ է ձուն այսօր, այք է։ Հա, ամբողջ գիշերես մի 10 օր էլ մեր մոտ տունը Գիշերը եկել էր։ հա Հիմա այս փողոցը երբ է սարքվել։ Այս փողոցը նոր ենք ավարտել, իսկ էս եղել է 19 թվականին։ Շատ լավ։ Չէ, նոր շինարարություն նոր ենք առուցում։ Աշտարակը մարդեն վարվել ենք, հա։ Դուք էլ եք աշտարակի։ Ինչ եք անում, ինչով։ Բայմա գնալ եկել եք, չէ գնալ։ Ինչից եք գործ։ Ավելի շատ։ Այսքան գործ ենք անում, այսքան ճանտա եղավ, երեխեք, ոնց եք եկել։ Ես ինչ Հայաստանի պատերազմն է։ Բան խոդացյան պարվեցիք էտ ինչ հարցեր։ Հա, բան։ Լուծվող է թե չէ։ Շմագը անցել է, եթե մեր մոտ է, ուրեմն լուծվող է շմագը անցել։ Դրական եզրակացություն։ Ես ու հանքը տշնամիներ եմ։ Գալիս։ Այսօր դպրոց կա։
Իբա։ Որ կա բախտավոր եք, թե որ չկա բախտավոր եք։ Գնացինք երեխեք ջան։ Ընդհակառակը որ կա բախտավոր եք։ Որոշումներ միջացրել ենք։ Տվեք մարդկանց։ Տվեք մարդկանց, խանութում, բանում, թողեք թող։ Էս ինչա։ Էս նոր ենք սարքել։ Հա, նոր ենք սարքել մայթերով, այս լուսավորությունն էլ լրիվ ամբողջությամբ համայնք նայ ինչ ուժերով արել։ Իսկ մանկապարտեզը վերջը որտեղ է։ Քաղաքի այն մյուս կողմում է։ Բա ոնց են տանելու մարդիկ վերեն։ Տրանսպորտ կա քաղաքում։ Բա տրանսպորտի հարցն էլ պետք է լուծել։ Շատ լուրջ է, մենք համայնքով ունենք եկել։ Արիկ ջան, բարև։ Ոնց եք։ Տրամադրությունները ոնց է։ Լավ եղեք։ Համայնքի երկու Անցնենք, բայց անցում կա։ Դե անցումով կանցնենք։ Եղբայր, բարև ձեզ։ Ոնց եք։ Էդ ինչ։ Այս մարդուն ես ինչ վնաս տվին։ Սարքին, ճիշտ սարքին, պես մնացորդի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նա այդ բանից տուր են։ Երեխեք զգուշ։ Այս մենք ջարդեցինք, թե ջարդած էր։ Ասեք, մենք ջարդեցինք, թե ջարդած էր։ Ձեզ մի հատ նվիր եմ սրանից։ Ահա։ Այսպես։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Երեխեք զգուշ փոսը։ Ոնց եք։ Լավա տրամադրությունն է։ Հելա մի բան ասեք, էլի։ Այս ճանապարհը երբ է սարքվե։ Դուք հա, այս տարի, հաստատ այս տարի։ Կարող է 17 թվին է սարքվե։ Իսկ այս տարվանից առաջ վերջին անգամ երբ էր սարքվե։ Բայց ստեղ եք դուք միշտ ապրե։ Հա։ Շատ լավ, լավ։ Մայրիկ ջան, դուք քանի տարեկան եք։ Չէ։ Իսկ գիտեք առողջության ապահովագրության մասին։ Օգտվել եք։ Դե ավել լավ, թող առողջական խնդիր չունենան, չօգտվեն։ Իսկ դեղերի հարց էլ չունեք, դեղեր էլ չի ստանում։ Դե առողջ եք ուրեմն։ Տենց չստացվեց։ Պետք չի համոզել, չէ՞ որ։ Լավ է։ Պարոն Փաշինյան, մոռացա ասել, այս փողոցն էլ ընդհանրապես կոյուղի չի ունեցել, կոյուղին էլ միաժամանակ անցկացրել ենք։ Կարող է 17 թվից առաջ անցկացրած ա եղել կոյուղը։ Ճիշտ է ասել։ Ասես կոյուղին էլ է։ Հա, լավ է 17 թվից առաջ սարքած ա եղել ստից։ Եկել եք։ Անցկացրել 106 միլիոն, պարոն վարչապետ։ Մենակ փողոցը չէ, այստեղ անանցանելի է։ Մայթերը թեքահարթակներով կան։ Ես հիշում եմ, որ 17 թվից առաջ սարքած էր սաղ ստեղ։ Իզուր եք բանանում։ Իմիտացիա ենք անում։ Երեխեք։ Դուք էլ չեք ձնագնդիկ խաղում, հա? Քիչ եք խաղում, օրինակ, ինչով եք զբաղվում ամ։ Բա դուք էլ եք դուք գիտեք, որ առողջության ապահովագրության շահառու եք։ Գիտեք առողջության ապահովագրությունն ինչ է։ Այ երբ որ հիվանդանաք, ասում եմ հիվանդ սատկում ենք, ասում եմ գիտեք, որ առողջության ապահովագրության շահառու եք։ Մենակ թոշակառու տատիկները չեն, է։ Դուք էլ հիմա առողջության հիվանդանա, դրա համար առողջության ապահովագրության համակարգը միած կսրսկի ու կլավանա։ Ու ամեն ինչ կընկնի տեղը։ Մեջը մի բաց, թողին եմ բաց։ Այս զանգա, թե լույսը։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նորմալ։ Մի հարց տամ ձեզ էլի։ Այս դիմաց ճանապարհը երբ է սարքվե։ Երևի ամառն է, այստեղ չեմ եղել։ Հա, հաստատ։ Կարող է 2017 թվից սարքած է։ Հա։ Լավ եք։ Մի հատ ձեզ մի բան նվիրենք։ Կարելի է։ Ձեր տանը ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կամ կարելի է։ Լավ են գործերը ձեր։ Այ մի հատ ձեր այս վարակույրից եթե թույլ տակ կախենք, սենց մի հատ Հայաստանի քարտեզն է։ Թող հաջողություն բերի ձեր տանը։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ շատ։ Արդեն երկու վկա ունենք, որ ես ամառա սարքվե։ Դե այնքան ահավոր ճանապարհ էր, ես հիշում եմ 18 թվականին եկել ենք նոր Չերանք տենց էին տրամադրված ուղղակի, բա։ Սմա 17 թվից առաջ սարքած է եղել։ Արի լանուն տինչա։ Արի բան եմ տալիս քեզ արի։ Բարև ձեզ։ Կարելի է։ Բարև եղեք։ Արի քեզ մի հատ հարց ունեմ էլի։ Այս ճանապարհը երբ է սարքվե դիմացի։ Անցած տարի երբ։ Բարև ձեզ։ Արի քեզ մի հատ բան եմ նվիրել։ Արի ես քեզ նվիրեմ։ Չէ, ձեզ նեղություն կտակ, ինչը տանք, բարև ձեզ։ Ոնց ինչա մռիչ ջան։ Նոյեմբերին։ Կարող է 2017 թվից սարքած է եղել։ Չէ։ Երբ է սարքվեց դիմացի ճանապարհը։ Հիմնանորոգվել է կանալիզացիայով բանով։ Հա, շատ լավ։ Լավ եղեք։ Լավ ես մռիչ ջան։ Անուն ինչա։ Աստված պահի։ Ահա, երրորդ վկանել ունեցանք, որ բացի մի Չեն կոյուղել ընդհանրապես չեն ունեցել, ընդհանրապես։ Անցումով անցեք։ Նկարվենք։ Բարև ձեզ։ Մի րոպե ձեզ սրանից նվիրեմ։ Ոչինչ որ ես կպցնեմ ինձ։ Մի հատ սելֆի անեմ տամ ձեզ։ Ահա։ Եղավ։ Մի հատ նկարեմ։ Մի հատ էլ ոչ սելֆի, հա, այսինքն։ Լավ եղեք։ Մերսի շատ։ Հա, բաբան չին կարա, եղբայր։ Նկարվելուց հեշտ բան, հլա մագնիսը, էլի։ Բանից էլ բերեք մագնիսը։ Նկարվելը, բայց կուզենայի մի հատ։ Հա, ես էլ կուզենայի։ Կարամ ես իմ ձեռով կպցնեմ։ Այ մի կանանք։ Եղավ։ Լավ եղեք։ Ես եմ շնորհակալ։ Բան էլ չունենք։ Սա մեծ թիվա պետք ինձ։ Բայց մարալիկում իմացանք տրանսպորտ չկա։ Պետք է մտածենք։ Մի քանի անգամ հայտարարվել ընդհանրապես տրանսպորտի իմ նախընտրական խոստումներից ոնց որ մնացել է միայն տրանսպորտը, որը մեզ Խոստացել է։ Կլուծենք ուրեմն, եթե խոստացել է։ Բայց մասնակցող չի լինում, քանի անգամ հայտարարել է նախարարությունը, դե մեծ տիրություն չի։ Տեսեք, դուք ձեր մոտ 300 մանկապարտ 300 դպրոց ծրագրից կա, որ տրանսպորտ պետք է բան անենք, տրանսպորտով պետք է ապահովենք։ Միանշանակ, որովհետև 3 գյուղ է բան անում։ Որտեղ է գա։ Ներքին ենթաշրջանում։
մի հատ սառնարդյուն մեջա, մենակ այդ համարա 600 տեղանոց, ներքին հետաշրջանում այդ բանի շինարարությունը Դե մտածենք տրանսպորտի հարցն է ոնց լուծենք, որ մեր սիրելի ձորակապցիները Ուրախ եմ։ երեխեքին մանկապարտեզ Ծանոթանալու համար։ Ես էլ եմ, եկեք մի հատ նվիրեմ սրանից ձեզ Գիտեք, ինգեր վարչապետ, դուք Սոնա Փաշինյանին գիտեք։ Սոնա Փաշինյանին Էլի ձեր գյուղացի է, Տերենիկ Փաշինյան, ձեզ մեծ հորողբեր է։ Տերենիկ Փաշինյանին, հա, գիտեմ, բայց Սոնա Փաշինյանին չգիտեմ Մեզի բարեկամ ենք, Տերենիկը մեզի փեսա է։ Հա, Ուրախ եմ։ չգիտեի Ուղղակի Սարբեկյանը ինձ գործ տվավ, ես փողոք կմեմ։ Այս տենց հայլ ես ընկեր Սարբեկյանը ոչ մեկի գործ չի տալիս Սա գործերը պահում է Պայքարեց ինձ գործ։ Սա գործերը պահում է իրան ոչ մեկին չի տալիս Տեղավորցա, բայց ուրիշի։ Ճիշտ չէ Սարբեկյան։ Դե բա ուրիշի ու ձեր միջև Ճիշտ եմ խոսում։ Հիմա հələ մի րոպե ձեր ազգանունը ինչ է Հովանեսյան անայդ։ Տիկին Հովանեսյան այն որ ընդունել են իր ազգանունը ինչա կարող է իմանալ Ով։ որ ասում եք ուրիշի տեղավորեց Հիմա եթե մի րոպե չէ չեմ ասում սպասի մի րոպե սպասի ուրիշ բան եմ ասում Հիմա որ ձեզ տեղավորածներ այդ մյուս հիմա իր այն մյուս մեր սիրելի քաղաքացու հետ էինք այս նույն թեման քննարկել Ես ոչ ոք չունեմ, էլի, չամուսնացած եմ, գներեք։ Ես չամուսնացած եմ, շփոթելապես տաներ վիճակում էի։ Հիմա թոշակին ոչինչ։ Թոշակի եք Հա։ Ահա 10,000 դրամ կավելանը Հետ վճարից օգտվում եք Հələ չէ։ Խի չեք օգտվում Ուղղակի չեմ։ Ինչի չեք օգտվում հետ անկանխիկ չեք անում Օգտություն եմ տվել Մի րոպե անկանխիկ առևտրից հետ վճար ստացել եք Հա, քիչ մի անգամ ստացել եմ։ Բախի մի անգամ Դե է ստացվել։ Շատ Շնորհակալություն դեղորակներն ձորի հասնա։ Հա, Մի րոպե գիտեմ։ 63 տարեկանից ավել եք 64 տարեկան ենք։ Շատ երիտասարդ տեսնում եք Հիմա մեր առողջության ապահովագրության շնորհիվ Այ մեր բոլոր թոշակառուները սենց երիտասարդ տեսք են ստանալու Չէ, միշտ տեսքս սպես է եղել։ Տեսքս միշտ սպես է եղել։ Չէ, չէ, առողջության ապահովագրությունից հետո առողջության Մեզ բարեկամ էլի։ Հայ շնորհակալություն։ Ահա Էլ խեղճ Սարիբեկյանից ինչ եք ուզում Թոշակը կա առողջության ապահովագրությունը կա հետ վճարը կա Էլ խեղճ Սարիբեկյանը ինչ անի Շատ եմ հարգում ես, այնպես չոր չեմ հարգում։ Նամանան իր պապային։ Ես իր պապայի ժամանակին աշխատել եմ։ Քվեարկել եք իր օգտին Այո։ Մեծ հաջողով կքվեարկեմ։ Հաջորդ անգամ էլ կքվեարկեք Լավ եղեք Էսի գիտես, Որը Հա գիտեմ Հա բանը սաղաթել Ձորակապը Գիտեմ 2000 որ թվի ընտրություններն էր 3 ընտրություններն էր այո Արդ ձեզ Ոնց եք Լավ, դուք ոնց եք Լավ Բարև ձեզ Բարև եղբայր ոնց եք Փառք Աստծո Բարև եղբայր Եմ կծանոթա որտե Բարև ձեզ, պարոն Բարև 1000 բարև Արի քեզ մի բան նվիրեմ Մագնիս Խաս խաբրես Արի Հա Անտ ինչա Զոյա ջան ինք նեղված ես Ինչից Հա Ասա Ասա Ո՞ն եղած է Զոյ Ասա դե Պարոն Փաշինյանը տեսել ես չէ Չես ուզում ասես ինչ ես նեղված Պարոն Փաշինյանին սիրում ես Ինչ ես նեղված Հա Ո՞նց ինչ է նեղված դուք ասեք Հա Տիկին Բաղդասարյան մի հատ պարզ է Բարև եղբայր բարև Լավ Շնորհակալություն եմ հայտնում անձամբ Այս ճանապարհիների համար Ինչ ճանապարհ ինչ արել Որ նորմալ ճանապարհով Հալա վերջացեք 17 թվից սարկած ճամփեր Չէ Առաջ շաբաթը մեկ շարաբոգը փոխեինք Իսկ հիմի նորմալ կեստանք կուկանք Բարեպաբոս Հա բայց 17 թվից է սարկած եղել իզուելմի Շատ շնորհակալություն պարոն Փաշինյան Դաժե 2007 թվից է սարկած եղել ինչ 17 Ժողովուրդ ջան բարև ձեզ Բարև ձեզի, բարև տեսանք։ Այս անգամ անունդ ինչ է լավ։
Ես երկու հապտով եմ դիմել դեր։ Այն հարցով մի բան եղավ, թե չէ։ Դադարանում է, վերակենիշ դադարանում է, հողերի վիճակի մնում է, հայտարարակ վիճակ է։ Ես այդ մասին չեմ խոսում, պարոն Վարդապետ։ Գնամ երկու հապտով դիմել։ Հա, իհարկե։ Կարևոր pedagogan։ Առաջերտին, այս գաստրոլիորների դեմը մենք չենք կրնա առնե։ Թրազները ներտեմ փող են շինեմ, կաննձի ղեկավարին, հա? Ես այստեղ արուն թափեմ, քարը քարին տնեմ, տարապի աշխատեմ, իրանք այդան փող շինեն, կաննձի։ Բայց մի րոպե, նախ ղեկավարեն, դուք պետք է որոշեք։ Ես չէ, օրենք չկա որ իրանք իրավունք ունին 4 տարիներին 5 տարի Հայաստանի օրենքը քաղաքացի կամ ես ինչ որ օրենքի մեջ մտնին, իրանք ես չեմ ուզում իրանք այդպես են ամեն հասնող մի րոպե, ինչի մասին է խոսքը։ Տաշիրի Սամոյ։ Դե ինքը չի կարա տեխնացուրնի ընդհանրապես։ Դե ես եմ արկել դերեք մեջին, ես վիավորված եմ ինձ։ Արկել դրածա չի կարա, ինչ արկել դնենք։ Մյուսը, լավ, շնորհակալություն, մյուսը։ Ես 3-րդ անգամ եմ ես թեման շոշափեմ։ Մեր թաղամասը Տիկին Նազելին շատ լավ գիտե։ Մեր տունն էլ եղել է։ Շատ վատ վիճակում է։ 3-րդ անգամ նույն անգամ խոսում ենք այս թեմա շուրջը։ Մեզ թաղամաս չէ, մեր 2-3 շենք է, բարեկարգման հարցը կարելի է լուծել։ Միանշանակ։ Ես տարի կերան կոյների, հնար չկա։ Հարգելիս, տեսեք, էլի, տեսեք, խնդիրը։ Հիմա բազմաթիվ բակեր այդ նույն վիճակում են եւ չկա մի բակ, որ մենք ասենք, գիտեք, ժողովուրդ, այս բակը չենք սարքելու։ Պրոբլեմն է նա, որ հերթով պետք է անենք։ Մենք այսօր, ժողովուրդ ջան, մենք այսօր ինչ խնդիր ունենք։ Մի ժամանակ մեզ թվում էր, թե ֆինանսավորումը լինի, բոլոր հարցերը կլուծվեն։ Բայց մենք այսօր խնդիր ունենք, մեր շինարարական ընկերությունները մրցույթները շահում են, չեն կարող անեն, անում են լավ որակով չեն անում, եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք հիմա եթե բոլորն էլ դա նախագիծ պետք է արվի, այսինքն մենք այդ process-ը երբեմն ճիշտ չենք պատկերացնում։ Ընդ որում, այն հիշում եք, մի ժամանակ ավանդույթ կար, ընտրությունների ժամանակ դեմը որ գալիս էին ասֆալտներ էին փռում, առանց նախագծի, առանց բանի, երկրորդ անձրևից հետո գնում են։ Այսինքն հիմա արվում է, տեսեք ճանապարհը արվել է, կոյուղին է փոխվում եւ այլն։ Էդել ենք, ես որ ասում եմ, սովորում ենք։ Բան են անում, ասում են, չգիտեք, բայց երկրի ինստիտուցիոնալ հիշով մենք այնքան դեպքեր ենք ունեցել, որ ասֆալտ են կարել, հետո պարզվել է, որ տակի խողովակը պետքա փոխվի։ Բայց այդտեղ գոնե փոխել են, չէ, անելուց ասֆալտից հետո։ Հիմա այսինքն նկատի ունեմ, մենք ամեն բակ անելիս արվում է նախագիծ։ Մի հատ նայվում է տակը ինչ ենթակառուցված կա, բան կա փոխելու, թե չկա փոխելու։ Այսինքն նկատի ունեմ, դա process է նաև, որ ժամանակ է տանում, որովհետև հա կարան գաք, մենք 2-3 ճնշենք, մենք այդ ճնշվող ենք, ճնշվենք, բերենք ասֆալտը փռենք, հետո հաջորդ անգամ գանք, տենանք ջրեր տակից դուրս են գալիս։ Սրա մասին է խոսքը։ Տենց բակ չկա, տենց չկա։ Նախ մանկապարտեզի հետ կապված։ Մենք մեր նախընտրական ծրագիրի միջալոց այդ ինչի չենք բանանում արձանագրում, որ նախընտրական ծրագրի այդ հատվածն էլ է կատարված, որ մինչև 5 տարեկան երեխաների քանի տոկոսը 70% պետքա մանկապարտեզներին հասանելիություն։ Հիմա հաջորդ փուլով մենք 100%-ն ենք անելու։ Հա, բայց տենստեղ չկա, որ տենց երեխա չկա, որի համար մենք մանկապարտեզ չենք ապահովելու։ Այդ թիվը լինելու է 0։ Այս փուլում էս ենք արել, հաջորդ փուլում լինելու է 100%։ Ավելին ասեմ, մենք հիմա հաջորդ նախընտրական ծրագրով եւ կառավարության ծրագրով մսուրային ծառայություններ ենք արդեն բացելու։ Մսուրայինը չեմ հիշում ճիշտ է որտեղ 6 ամսեկանից, որ 6 ամսեկանից երեխեն մսուր գնալու հնարավորությունն է։ Իմիջիալով Տիկին Ավանեսյան ստանդարտով մանկապարտեզը նաև որոշակի ուրիշ նրբություններ ունի, որի մասին չենք խոսել։ Դա որոշակի երաշխիք է, որ երեխայի առողջությունը որոշակիորեն ինստիտուցիոնալ հսկողության տակ կզարգանա, որովհետև մենք սնունդը շատ թե քիչ վերահսկելու հնարավորություն կունենանք։ Երեխեքը պարբերաբար բան կանեն, հետազոտության կենթարկվեն, այսինքն առողջապահական համակարգը։ Էլ չեմ ասում, որ սպորտային ենթակառուցվածքներ լինեն եւ այլն, ավելի համահունչ բան կլինի։ Այս տարի սնունդը փոխել ենք, պարոն վարչապետ, սննդակարգը։ Մանկապարտեզը համար շնորհակալ ենք, մենք աբերախ չենք։ Մենք ենք ձեզ շնորհակալ, Մենք ձեզանից շնորհակալություն չենք ուզում, մենք ձեզանից ուզում ենք համբերություն, որովհետև ուրիշ բան, եթե չլներ process-ը։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, էլի, հետաքրքիր բան է, ասենք
Երկու գյուղա կողքի։ Ենթադրենք մեկի ճամփեն, երկուսին է քանդած է, երկուսն էլ հավասար չափի դժգոհ են։ Պետք է սկսենք սարքել, չէ՞։ Այս մեկինը սարքեցինք, այս մյուս կողքը, այս մի գյուղը բանա, գոհա, այս մի գյուղը նախկինից տասնապատիկ ավելի դժգոհ է։ Ասում եմ Ժորժ ջան, բայց հերթով էլի անենք, չենք կարա միանք, դա չկա, ոչ թե մենք չենք կարող, նախ տեն չի լինում, որովհետև լնում այդ նույն նախագծային խնդիրը, լնում է որ այդ մի ճանապարհը շուտ է նախագծվում, տեղանքի նրբություններ կա, այն մեկը ավելի բարդ նախագծով պետք է արվի եւ այլն եւ այլն եւ այլն, հազար նրբություն կա։ Մենք ձեզնից շնորհակալություն չենք ակնկալում, մենք ձեզնից ակնկալում ենք համբերություն։ Տեսնեք, ուղղակի խնդրում եմ, տեսեք այն ինչ որ կատարվում է, Աստվածաշունչը հլա բանը Եսայու մարգարեությունից 7000 տարի առաջ գրել է, ասում է պետք է նայես, պետք է չտեսնես, պետք է լսես, պետք է չիմանաս։ Բայց ես չեմ կրում այդ ճան հարցնեմ իմ ազատ կյանքում, դուք կան ծանրաբեռնված է, Աստվածաշունչ եք կարդում։ Բա պետք է կարդալ։ Մալակետ։ Ոչ այս բաժնելու մար ես երեք։ Այո։ Կուզեք նվիրեմ մի հատ ձեզ։ Խնդրեմ, թող մնա պատմական հիշողություն։ Պատմական, բայց ես հիմնական երեխեքին եմ նվիրում, էլի։ Ես էլ իմ հոր երեխին եմ։ Աստված հոգին լուսավորի։ Բոլորին նմանապես։ Հա? Իհարկե կարելի, որ ուզեցիք, մի րոպե, իմ ձեռով էլի, բայց իմ ձեռով։ Հաճույքով։ Ես է բախվխելով հարցնում եմ, ու այդ պատմում է ուզում եք, ժողովուրդ։ Ես էլ մտածում եմ, հեսա կասեք գնա քո դու եք քո իրական Հայաստան։ Պարոն վարչապետ, էսում ընկավ, բայց աջ կողմը, ճիշտը է, ձախ կողմը։ Սրտին մոտ։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից։ Ես եմ ձեզնից շնորհակալ, իսկականից եմ ասում։ Ձեր չեմ անում, շնորհակալին կարիք չկա։ Մենակ համբերություն։ Բարև։ Եսեք քեզ։ Իմ ձեռով մի հատ կպցնեմ, էլի, մի քիչ ստեղից, ոչինչ, հազար ներողություն։ Սիրուն զարդա։ Անպայման, հաճույքով, իմ ձեռով, սենց կրծքի մոտիկ։ Մնաց 3 հատ։ Գնանք։ Իմ ձեռով ոչինչ։ Շատ ուրախ կլինի։ Հաճույք, հա։ Շատ լավ է աշխատում։ Հա, զգում եմ։ Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, տարբերակ չունեն վատ աշխատելու, ձեր ընտրածն է։ Բա ինչ անելու, բա որ վատ աշխատի, ոնց է խաղերեսներից նայելու։ Ես իմ ինքը թող մտած, ես մտած։ Չէ, բայց պետք է այդ բանը էտել էլի, որ իսկականից երկու նրբություն կա։ Հա մի հատ բան եմ ուզում ասեմ, որը շատ կարևոր է։ Ընդհանրապես այդ դեմոնիզացիան, որ արվում է վճարված հարկերի վերաբերյալ, ասենք այս ճանապարհը ոնց է սարքվել ժողովուրդ։ Պատկերացնում եք ոնց է սարքվել այս ճանապարհը։ Այս ճանապարհը սարքվել է հետևյալ կերպ, այս ի՞նչ է խանութ, հա։ Հա, կոֆե թե։ Ստեղից թե ենք վերցրել։ ՀԴՄ վերցրել ենք։ Այդ ՀԴՄ-ից ինչ որ մի տոկոս մտել է պետական բյուջե։ Աշխատանք ենք արել, աշխատել ենք, եկամտային հարկ ենք վճարել, մտել է պետական բյուջե։ Էլ ինչ կա։ Վերջը ձեր առևտրի, սպասարկման գնացել ենք միտեղ հաց ենք կերել, վճարել ենք, եթե ՀԴՄ ենք խփել, մտել է պետական բյուջե։ Եկել հավաքվել է պետական բյուջե եւ եկել ենք սարքել ենք։ Հիմա ասում են 17 թիվ 2025 թվի պետական բյուջե եկամուտները 135%-ով ավել է եղել, արդեն կա, քան 2017 թվին։ Պատկերացրիք, մի հատ 2017 թվի բյուջեի չափ բյուջե պլյուս 35%։ Դրա համար 600 միլիոն դրամ տվել ենք, մենք չենք տվել, դուք եք տվել։ Հիմա բանում աշտարակում բանի մի խանութ կա, ասում եմ կարակ հա, ենթադրենք կարող եք ինչ որ ձևերով հարկը չվճարել։
շրջանառության հարկով աշխատող եք։ Ասում եմ, բայց հիմա հարցրի, ասցի ձեր ծնողները թոշակառու են, ասցին հա։ Ասցի, բայց ձեր եթե հարկերը պահեք, ավելի քիչ, շատ ավելի քիչ եք ստանալու, քան հարկ վճարելով ստանում եք, որովհետև ձեր ծնողը թոշակ է ստանում, ավելանում է թոշակը, հետ վճարը ավելանում է, հիմա էլ ունի առողջության ապահովագրություն։ Հիմա դուք կարաք չմտածեք, որ Աստված չանի, եթե 4 միլիոն, 3 միլիոն դրամանոց վիրահատության կարիք ունենա, իհարկե էլի եմ ասում, անսահմանափակ չի, կան բաներ, որ չի փակում առողջության ապահովագրություն, չեք մտածելու, բա դա հաշիվ չի, եւ հետեւաբար դրա համար ամոթ չի, որ ասել ՀԴՄ-ն տուր, չնայած մեր վաճառողները պարտավոր են տալ, խնդրում եմ, որ տան, շնորհակալ ենք նրան, ու այս դեմոնիզացիան, ես բան եմ անում, մեր պատմության գրքերը, որ նայում ենք, այդ տենց հարկերի մասին տենց խոսում էին նաև մեր պատմության գրքերում, հարկերի մասին տենց գրածա Օսմանյան կայսրությունում, այդ նույն դեմոնիզացիան բերվում աստեղ։ Նրանք, ովքեր խոսում են հարկերի դեմ, խոսում են պետության դեմ։ Շատ պարզ, շատ կոնկրետ։ Ասում են, որ թող ցեխի մեջ լինի, թող երեխեքը մանկապարտեզ չունենան, դպրոց չունենան, բանի ուրիշ երկրների բանակներից դուրս գրած զենքեր ունենանք մեզ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց հա թեմա է, որ դեռ խոսենք։ Իսկ հարկային կարգավորումները դրանք ուրիշ բան են։ Եվ մենք այսօր Հայաստանում հարկերը ցածր են։ Հարկերը ցածր են։ Հա այն օրը նայեցինք Եվրոպայում բաները շրջանառության հարկի շեմերը ինչքան են եւ հարկերը ինչքան են։ Եվրոպայում չէ, աշխարհում, մեր տարածաշրջանում այդ թվում։ Մենք ամենացածր շեմերի մեջ ենք։ Հաս կարելի է։ Հա, իհարկե։ Ես Տիցանկով Ռոյի բնակիչ Մոհամեդ Պետրոսյանն եմ։ Ուրախ եմ, պարոն Պետրոսյան։ Ես էլ եմ ուրախ։ Մենք մի որոք 3000 հեկտար ջուր բան հող ունենք, բայց մենք դրան որոքման ջուր չունենք։ Այդ հարցը ինչ կլուծենք բան։ Այդ հարցը կլուծենք հետեւյալ կերպ։ Կապսի ջրամբարի ավազանում, հա։ Չէ, այստեղ մեր տարածքում։ Մեր տարածքում Տիցանկով գյուղը 7 տարի վարչապետ է։ Մա Տիցանկով մտնեք տեսնեք։ Չեմ եղել Տիցանկով։ Երկրորդ գյուղն է։ Դարաճի կինաշխատանքային հերոս։ Հիմա ես ձեզ հետեւյալը ասեմ, որ մենք հիմա արձանագրում ենք այն օր ազգային ժողովում ասել եմ։ Չգիտեմ, ոնց որ մեր նախորդող շրջանի ամենախոշոր նպատակը բանն է, խաղաղությունն է, այս առաջիկա շրջանի ամենաառաջիկա շրջանի չնայած կարող է թվա թե իրար հետ համեմատելի չեն, ամենամեծ խնդիրը լինելու է ջրի հետ կապված խնդիրները, ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված խնդիրները եւ պետքա լուծենք, որովհետեւ առանց ջրի չի լինի։ Մեր հողը շատ իսկ լավ նա հողը 70-ը տալու ժամանակ 1947 թվականին առաջի կինաշխատանքային հերոսը Դանանացանի ծրագիր ունենք 50% փոխհատուցումներ տալիս ենք։ Մենք աշխում ենք երկնքի ծանձրև եկավ, ոռոգման ջրի հարցը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, բացարձակ։ Բայց մենք մի պայման ունենք, ժողովուրդ ջան։ Այն ջուրը, որ են հին ձևերով օգտագործում ենք, պետք է ջրի օգտագործման ձևերը որ դնենք, ինչ։ Տեսնենք չենք ունեցող սորենք, Խորհրդային միության վախտեր։ Չի եղել Բայց գիտե այդ հասնել են 17 թվին լուծել։ Խմելու ջուրը կարգավորել են, բայց Անցյալի Սարիբեգյանն ընդրված նոր խմելու ջուրը մեկ ինչ կարգավորվել է, խմում են։ Խմել ջուրը լավ է։ Բաստոնեն Արգելից տեսեք, ասում եմ, որ հաջորդ շրջանում թիվ մեկ առաջնահերթությունների մեջ լինելու է ջրի խնդիր։ Սովետի ժամանակին էր որոշման ցածր ախմերից անբարով կառուցեցին, ուրեմն մաստարվա հողն ու զարժվա հողը մեզի սահմանակի։ Ջուրը գալում հասնում են դեռ ոռոգման։ Անձևը չկալում դեռ 7 կիլոմետր անցայացի դուրա ոչնադը քարչ կա։ Հասկանալի։ Առաջ ուզում են այրոպորտ սարքել։ Բայց ես դիթանքովում չեմ եղել։ Ինչի՞ բա։ Ես ջրագազ կեղա չեն էտն։ Ինչա՞։ Ջրագազ կեղա։ Քանի բնակիչ ունի, ինչքան է հեռ։ Երկրորդ գյուղն է, սոկը դվայդը Առաջինը որ մտնում ենք այդ գյուղն է։ Որտե՞ից։ Կոմի թալմի Սամանամերձ են, դե ճանապարհ են։ Ընդդեմ ճանապարհը չենք սարքել։ Դու գետ ենք դու մաշնու ագա։ Երբ ասարվեց ճանապարհը լասել։
տարի։ Էդ էլ անցա, հաստատ անցած տարի է։ Ես ոնց որ գրում եմ ինձ խափում են, ասում են հիմա եք սարքել, հետո պարզում են որ դա մի 20 տարի առաջ սարքվել է, 4 կիլոմետր։ Բախի չեք բացում արել, մի հատ էլ ինձ հրավիրեք, որ ես մարդիկ ավարտը միջև հիմա բացումը կանեք, նորմալ գծանշումը նշանները կդնեք, բացումը կանեք, ինձ եք կհրավիրեք։ Դե մի շարք գործում ենք արել։ Չէ, ձեր գյուղի ճամփեն չի։ Ձեր գյուղի ճամփեն է, մեր արդեն կալցո ենք սարքել էլի։ Հիմի ձեր գյուղի ճամփեն է, դա թե չէ։ Արդեն Երևան ավելի մոտիկացել։ Հենց համանքի ղեկավարը։ Հիմա բացում կկազմակերպեք, կգանք, էդ էլ առիթ է։ Սկզբից մեր թալի շրջան էր 40-50 մետրին տեղափոխել։ Այդ հարցը պետք է անպայման զուգ պարոն Փաշյան։ Որին։ Միանշանը։ Բայց մեր դաշտերով տենակ չէ, հարգելիս երկաթու միանշանա, բայց դա ժամանակ է կանելու, հասկանում եք։ Ժամանակ 3 տարի, 3 տարի հետո փաստե։ Այո։ Շատ լավ, հետո էլ մենք նայել ենք ու լուծում տվել ենք։ Պարոն վարչապետ, առողջություն ինչպես է։ Փառք Աստծո։ Լավ է։ Կարևորը ձեր առողջությունն է։ Բոլորի համար կարևոր։ Պարոն վարչապետ, մեր ֆուտբոլ դաշտը եք վերանորոգել։ Որն է ֆուտբոլի դաշտը։ Ֆուտբոլ դաշտը մալիկի։ Առաջիկային։ Պարոն Սարիբեկյան, երեխեքի ֆուտբոլի դաշտը երբ ենք նորոգելու։ Նախագծման փուլում է, հիմիկ ավարտեն, Գործ ենք անում։ Միանշանակ Գործ ենք անում։ Տես ինչ ասում են, պարզման նախագծման փուլում է կամ մրցույթի փուլում է։ Ոնց որ աշխատում ենք, ոնց որ տենեն չի որ պարապ նստած ենք։ Ինչ ասի։ Հա չէ իրոք, համաձայն եք։ Լավ եղեք։ Ով ուզում նկարվի։ Երեխեք հասկացաք, չէ՞ որ նախագծման, այսինքն եթե նախագծման փուլում է, այդ նշանակում է որ process-ը սկսել է, որովհետև սկզբից նախագիծ ենք անում, հետո որովհետև առանց նախագծի սարքելը լավ չի, շուտ կքանդի։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ես հացում Մենք քննի առաջ ենք կայնած, համայնքապետն է տեղյակ է։ Ուզում եմ որ խնդիրին ծանոթանալու մարդիկ ներկայանիկ տեղում ավելի հեշտ կան, էլի դա ամեն ինչը։ Ինչ խնդիր է, ասեք եղբայր։ Իմս դոմիկ բան է, դոմիկ է, տարած նոր ես գործնեություն եմ ծավալել։ Մի օրենքով դոմիկները սա հանում են։ Մի ես չունեմ հնարավորություն տարած ձեռք բերելու։ Համայնքապետները ամեն ինչից կուրսի է, սա էլ տեղյակ են ամեն ինչից գիտեն, չեն ուզում ինձ մի կոբիցած ես մարդիկ վադություն են ով հարցի խնդիր էլի իմանց։ Վադություն չեն ելում այլ ես էլ չեմ ուզում ով։ Այսինքն տարածքը ձերը չի, հողը ձերը չի։ Հողը իմս չէ։ Դե ինչ անենք եղբայր, բա։ Հարմար տարբերակ որ տարածք եկեք համայնքապետարանում, տեսեք ազատ տարածք, մենք թե վարձակալություն պետք թե օտարենք Չէ, վարձակալությունը աշխատանքը ձեր կազմակերպեք։ Սպասում է, որ մեզ հիմա չի կարում, վարձակալության չեք կարում։ Այդ ավտոկայանի տարածք է ու հիմի կենտրոնական այս փողոցի վրա որ դուք էլ տեսեք պարոն վարչապետ, այդ հանդուրժելու չի էլի։ Բարձա, համայնքի տարածքա, ավտոկայանի տարածքա։ Ու ձերը չի տարածքա, համայնքի տարածքա։ Հա, հասկանալ է, բայց ինձ ապրել պետք է։ Պետք է, տարածքը միանշանակ չեն կարա տանք ու Որտեվ կայ ավտոկայանի տարածքա, ավտոկայանի տարածքա։ Իսկ տարածքում կա տենց կոմերցիոն տարածքներ չեն։ Տարածքներ մի շարք տնտեսվարողների աջակցել ենք, տրամադրել ենք, կառուցում են, աշխատում են իրենց էլ նույնը առաջարկել են։ Չեն ուզում ինձ վադություն են։ Ճիշտ են անում։ Ճիշտ են անում, ինչ որ ապրին, բա ոնց ապրեն ես։ Դե այդ համայնքային հարց է, եղբայր, համայնքային հարց է։ Հարգային դրան խնդրեմ է։ Ես 500,000 հեսա փակեցի, 500,000 մնում է։ Ինչի ՀԴՄ չես խփել։ Ունիմ խփել եմ։ Բա ինչն է։ Պետությանը պարկ եմ, ես դա աշխատի մորշան, չէ՞ պարոն Փաշինյան։ Ո՞նց աշխատի։ Ինչ ունենք անելու կառավարությունը ինչ կարա անի։ Կառավարությունը կապված։ Մի հատ եկեք սենց անենք, մի հատ հեռախոսի համարը վերցրեք։ Չէ, Իմասանապակը, բեսորվա հացի բան է։ Հասկանալի է։ Չէ, բանի էլի, մի հատ իմ օգնական բանին տանք, էլի Դավիթին Գևորգյան տանք թող մի հատ զանգի հետը խոսա, հասկանա ինչ խնդրեմ է, 1000 բարի։ Մի հատ տվեք համար, այդ մի հատ էլ այդ քարտեզից տվեք, էլի։ Քարտեզից կա։ Անարչա։ Հələ մի դեպս սպասեք։ Բերիմ ձեռով։ Տեղում լավ կան, էլի ցանկանալու պարոն Փաշինյան։ Եղբայր օգնական Արեդ։
Հա։ Ես մի խնդրեմ։ Բարալիքի բնակիչ եմ, ոչ տուն ունեմ, ոչ գրանցման տեղ ունեմ։ Ունեմ 4 հատ երեխա, աղջիկս ամուսնացած է, ես է տուն չունեմ։ Որ խնդրեմ ինչ-որ մի բանով կարող եք։ Համայնքը տեղյակ է։ Հարգենես, ընդհանրապես հետևյալն է։ Տուն ունենալու տարբերակը հետևյալը։ Մարդ պետք է աշխատի։ Աշխատում ենք։ Աշխատի, մենք հիպոթեկային ծրագրով բանի եկամտային հարկի ներողություն, եկամտային հարկի ծրագրերով անում ենք, սահմանամերձ գյուղերում անում ենք բնակարանային ծրագիր։ Հիմա մենք հատվածում որոշակի այդ ծրագիրը կընդլայնենք, կմոդիֆիկացնենք, բայց մենք չենք կարող բոլորին տուն միջին չէ, տեսեք, միջին վիճակագրական ժամանակավոր կողմը, տեսեք, նույնիսկ գրանցում ես նույնիսկ ընտրության հնարավորություն չունեմ։ Հա, ես ո՞րտես տուն տամ։ Ես չեմ ուզում ձեզանից այնպեսի տուն, որ ես հնագին, մշտական այդ շատ լավ, հա, սեփականություն անի, չեմ ուզում։ Շատ լավ։ Գրանցման ես իմ 3 տղես ուզում եմ ասեմ, ինձնից ինչ եք ակնկալում, մի հատ ասեք։ Տուն եղնի ես մի տեղ Տուն գրանցվելու համար։ Գրանցվելու համար ես իմ հարցերս ուզեմ, ես մի հարցով եմ բնակվում։ Ծանոթ բարեկամ չունեք, որի տանը գրանցվեք։ Ես ծնողներ ունեմ, դες չեմ։ Բայց ձեր ծնող գրանցման խնդիր կա այնտեղ։ Ինչի կա խնդիր։ Դե չեն թողում ոչ մեկը Ով։ ոչ մեկը։ Ձեր ծնողները չեն թողում։ Ես մի վարձով բնակվում եմ, վարձով տան վրայ չեմ կարող փաստացի գրանցել։ Ձեր ծնողները չեն թողում, որ դուք գրանցվեք։ Չեն գրանցում, մարդիկ չեն։ Ով։ Վարձով բնակ։ Այո, նույն որտեղ Ներողություն, ձեր ծնողների տանը չեք կարողանում բնակվել։ Ինչի։ Լավ։ Մի հատ Բարով վարչապետ։ Այդ ներքին գործերի նախարարության հարցը։ Համեցեք։ Ես սիրում եք սառնակույց Ձեր ջրի հարցը լուծել են, թե չէ։ Սառնակույց ջրի հարց կար այնտեղ, ինչ են անում։ Ջրի հարցը մենք որոշակի արտոնություն ջրաչափեր տեղադրել ենք, խորովակներ, կարգավորիչ պայմանները տեղադրել ենք, հիմի նույնիսկ դեր մոտ 7 կիլոմետր չկա, որը մենք հասկանալու ենք տեղով կամ եթե համայնքը հնարավոր է որ հարցը Դե կազմակերպեք մենք է խոստացել ենք։ Ուղղակի խնդրանքի տեսակետով շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել ձեր ամբողջ թիմի սառնակում։ Դա մեր համար մի հատ կարևոր նշանակություն ունեցող բան է, շատ ուրախ ենք ձեզ տեսնել Դրամատանց գիտեմ։ Ինչքան է ստեյց սառնակը։ 5 կիլոմետր։ Ճանապարհը լավ է։ Ոչ։ Մի առիթով կգանք, այսօր ուղղակի գրաֆիկի մեջ։ Շատ ուրախ Հա, հիմնանորեն կառուցում են, այդքան գործ։ Տեսեք, ուր է եթերը։ Այսքան չեղա, որ մի բնակավայրի մասին խոսանք եւ տենց ծրագրեր տարբեր շինարարություն։ Ուղղակի մարդիկ շատ են գնացել, պետք է ամեն ինչ տեսնել։ Դե, համայնքի կներեք։ Հա, այո։ Ցավը տանիմ։ Խնդրում եմ։ Բարի գարուն կա բոլորիս վրա։ Ամփորձանք եղնին, կրագոշ չեղնի։ Նատ խնդրանք։ Մեր գյուղը Որ գտնած է Սառնախպուր։ Ես Սառնախպուրցի եմ։ Հա։ Նասոսին վատ վիճակ է։ Եղբայրը կանեն։ Նասոսները գոնե խնդրում ենք նոր Չէ, բայց ջրի ծրագիր անում ենք։ Իմ բավարը լիճը տրվել է նախագծի։ Ինչ որ անի ավերակները բամբի տերած։ Խնդրում ենք ծրագիր ընդունված է։ Հիմի 18 միլիոն կառավարությունը տրամադրել է պատվարը վերանորոգելու համար նախագծում են։ Տեսում եք։ Ջրային կոմիտեի նախագահի հետ պայմանավորվել ենք հանդիպելու ենք, որպեսզի այդ բոմբակայանի համար ալտերնատիվ լուծում գտնենք։ Պապոյանն էլ Գնացի։ Ես ուրեմն անօթովանության վերաբերյալ հարցով է տասնյակ դիմումներ եմ գրել։ Համ ձեզ, համ կառավարությանը։ Ինչ եք ակնկալում կառավարությունից։ Ես ակնկալում եմ, որ տունը կառավարության 712-ն է որոշման համաձայն կառուցվել հանձնվի ինձ։ Պետությունը պարտավորություն ունի ձեր նկատմամբ։ Այո։ Ուրեմն պետք է քաղաքաշինության կոմիտեում ձեր անունը գրանցած։ Գրանցված է ամեն ինչ արված է, բայց տունը չեն կառուցել, որովհետև ինչի պայմանագիրը անօրինական մի րոպե, հա։ Պարոն, ես ձեզ մոդել եմ եղել։ Ասեք։ Որովհետև պայմանագիրը անօրինական պայմանագիր է, պարտադրվել, որը ես չեմ ստորագրել, ելնելով են։ Դուք կարող այն հանդիպման ժամանակ։ Ես ձեզ չեմ զանգել։ Չէ։ Ես զանգել եմ ձեզ հանդիպման ժամանակ 2 հոգով եք։ Զանգել եք, այո։ Հետո դուք ինձ գրեք, դուք ինքներդ եք պայմանագրից հրաժարվել, մենք ինչ անենք։ Ես այդ ձեր հարց մի րոպե։ Չէ, մի րոպե։ Դուք հանդիպման ժամանակ հարցը բարձրացրել եք։ Ինձ նամակ եք տվել։ Մի րոպե, նամակ եք տվել, բավականին ծավալուն նամակ։
Ես այդ նամակը կարդացել եմ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին գրել եմ։ Պատասխան ստացել եմ։ Ես դուք երկու հոգով էիք։ Այո, Ես մյուս լավ էլ հիշում եմ։ Մյուս ես զանգել չեմ զանգել ձեր տղային չեմ զանգել։ Ոչ ոքի չեք զանգել։ Ինձ էլ չէ զանգել։ Այդ հարցը մնում է առանց լուծվել, արդեն դուք եք պայմանագրից հրաժարվել։ Պայմանագրից չեմ հրաժարվել։ Այդ ով որ չեմ կարող։ մի րոպե, հա, մի րոպե։ Չեմ կարող։ Այդ հարցը դուք քննարկել եք, բայց հաղթեմ ոչ այդ հարցը հիմա ունի մենակ դատական լուծում, ուրիշ ոչ մեկ չի կարա լուծել այդ հարցը։ Անիմաստ է, ով որ ձեզ կխոստանա, որ կասի կլուծեմ, ճիշտ չի ասում։ Այդ որոշման պահանջները կատարված չեն թանրապես մեր հարգելիս։ Մի րոպե։ Ձեր ազգանունը Վարդանյան Գևորգ։ Պարոն Վարդանյան, այդ հարցը ունի միայն դատական լուծում։ Ուրիշ երկինք էլ թռնեմ, ներքև էլ իջնեմ, միայն դատական լուծում, ուրիշ լուծում չկա։ չկա։ Այդ կառավարության այդ որոշման պահանջը կատարված չէ ամբողջ մարզում։ Բոլորի հետ է քաղաքաշինության կոմիտեի հետ էլ արդարացության հետ իրավաչափ պատասխան չի տվել։ Լսում եք ինչ եմ ասում։ Դե լսում ենք, դե այդ հարցը ունի միայն բացառապես դատական լուծում։ Մակի նիստել տարվա պատմություն։ Մի րոպե դա ասեմ, հա։ Կներեք, եթե ժամանակ չէ, մի րոպե, ես ձեր կներեք, ես ձեր հարցի առաջի օրը իսկ տեղյակ եմ բայել այդ մասին, բայց հարգելիս մի րոպե սպասեք։ Ես ձեր հարցին, հասել եմ ինչու։ Ես ձեր հարցին ժամեր եմ նվիրել, էլի, այդ հարցը ունի միայն դատական լուծում, կներեք։ Դե ափսոս որ առանց ինձ եք նվիրել։ Գնացինք։ Հաջողություն։ Հաջան։ Ես արտարադադում ժորայանն ես, արտադադյան դեմն բողում։ Թորնիկ ես 20 թվին Լենինգրադ եկավ, գնաց եղլինգներ պատերազմ 2 տարի։ 2 տարի կրվա, վերջի մարտն է դուսեգե, նորից եկավ գնաց Լենինգրադ սովորում էր ինչ էր։ Ինչ որ նորից կանչինք բերինք Հայաստանի Հանրապետության համար հայրենիքական այդտեղ ծառայելու։ Ինչ նախնդիրը։ Լսեմ, այնտեղ ցես կրդուկ եկեք ինչերը բռնեք կալանավորելն տնային կալանք են տվել։ Ես կանչունի մսելու։ Բայց ինչ անեմ։ Դու ժողնել ես որ ինքը չի զարգեր յան ինչ որ վնասա, բայց որ ներկա եղել այդ կրծես կրդուկին տնային կալանք են տվել, ինքս ենք սորվում է 5-րդ 6-րդ կուրսեր։ Նա տանն ազգանուն տվեք, հետաքրքրում ենք, տեսնենք։ Աղդասան ժորա։ Դե նախարարին ասել եք։ Ես քննարկալ છું։ Շատ լավ։ Ես եմ էլի բարև։ Ես ուզում եմ հող առնեմ։ Չափագրել ենք, տվել ենք անկախ գնահատողին գնահատում։ Ինքը մի ամիս Ումից եք ուզում առնեք։ Համայնքից։ Մի ամիս գնահատական չի տվել հողի շուկայական արժեք։ Մեկ մի ամսում դուք լիքը բան եք անելու։ Իմ խնդրակը կամ դուք դանդաղ աշխատեք, որ գնահատականը ցածր լինի։ Ճանապարհ եք սարքում, բան եք անում։ Կամ էլ թող գնահատողը արագ գնահատի։ Հասկա, լսեցիք ինչ ասում։ Մենք այս մարդու դեմ ենք աշխատում։ Մենք այս մարդու դեմ ենք աշխատում։ Ես լուրջ եմ ասում։ Ես ճանապարհ սարքել եք, խնդրում եմ, էլի իրոք։ Այս մարդու գործը արագացրեք։ Որովհետև ինքը հələ մի րոպե, բայց շատ ուժեղ բան է ասում ու շատ մարդ կա, սա չի ֆիքսում։ Ինքը ինչ կրթություն ունեք, ինչ մասնագիտություն ունեք։ Մանկավարժական։ Որովհետև գործից հասկանում եք, ինչ է ասում։ Ասում է հող եմ ձեռք բերում։ Եվ պետք է գնահատվի։ Եվ գնահատականը, ասում է, գնահատումը շուկայական արժեքի ձգձգվում է։ Ասում է, բայց քանի ձգձգվում է, որովհետև ճանապարհ եք սարքում, դպրոց եք սարքում, ջրագիծ եք քաշում, ինչքան գործ եք անում, այնքան գինը բարձրանում է, ինչքան ձգվում է, թանկանում է։ Հիմա ես որ մարդկանց, հա? Ոնց պրոֆեսիոնալ բան եք ասում։ Բայց ես քան որ մեր քաղաքացիներին ասում եմ, դուք դեռ տան մեջ նստած հարստանում եք, որովհետև երբ որ ճանապարհ է սարքվում, կոյուղի է սարքվում, շուկայական արժեքն էլ է բարձրանում կատաստրոֆա։ Ով պետք է լուծի, այս մարդը արժանի է, որ մենք իրան ինչով կարանք օգնենք։ Արագացնել դարել է 10000 աջուր։ Բայց իսկականից օբյեկտիվ խոչընդոտ կա, սուբյեկտիվ, թե ընդհանրակարգա պետք է գնա։
Կարող է ես եմ շտապում, բայց մի ամսում իրոք բաներ են փոխվում, էլի։ Այդ մարդը եթե եկավ, տեսավ ճանապարհը քանդում է, հիմա իմ առաջարկն է, եթե ինքը չի հասցնում, թող երկու գնահատող զբաղվեն համայնքի հողերով։ Դե մեկ մրցույթով ենք դա, երկու գնահատող չի կարող։ Հա, մեկ մրցույթով ենք։ Ընդ որում այդ հողը մենակ գնահատումով բոլոր համայնքները սկսել են դիմել այդ մի քանի գնահատողների մոտ։ Հա, որովհետև տեղել ենք մի քիչ այս մարդկանց նկատմամբ անարդարություն են գործել, բայց երկրի նկատմամբ ճիշտ են, որովհետև տեսանք, որ հողերը տենց շատ կներեք բան գներով ցակուցրիվ են արվում։ Հիմա բայց դա է դա։ Այդ հողն էլ իմ հայրական հողն է եղել, պրոստը տեղեկանք չէ հելավ արխիվից։ Հաջողություն եմ։ Շնորհակալ եմ եղբայր։ Պարոն վարչապետ, Սառնախբուր, եկեք։ Բարև եղբայր։ Այն սաղի պահ ջուրը իրար հետ տվեք այդ բանից մեր եղբորը նվիրենք իմ ձեռով։ Վիրահատվեցինք պարոն Փաշինյան։ Բանով։ Չէ, անցած տարի, բայց պետությունը վճարեց օպերացիայի մարը, էնդոպրոթեզները, բայց ես կնեցի։ Հա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Առողջ եղեք, առողջ եղեք։ Գնացինք Ժողովուրդ ջան։ Հաջողություն։ Ահա, էս էլ մարալիկում, ագին խոսեցինք, առայժմ